կույտ, որ փախել էր Արցախից, որտեղ որ կռիվներ գնում, որտեղ որ իսկական տղերքն էին կռվում, կույտը հարձակվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի վրա, այդ կույտից իհարկե մի քանի հոգու հետո ձեր ցուցակով առաջադրվեցին, մահափորձ կատարեց նրա նկատմամբ, պետական շենքեր մտավ, մեր կուսակցության գրասենյակ մտավ, դարակիցս 700 դրամ գողացավ մի երկու համակարգիչ, մի երկու ապարատ, հայրենիքի սիրուց դրդված, շատ մեծ սիրուց դրդված, ու այդ ամեն ինչի համար, որ այսօր կանգնեք ասեք, վարչապետը անվտանգություն ունի, օյ, այդ ինչի է ձեզ անհանգստացնում, որ վարչապետը անվտանգություն ունի, առհասարակ իմ համար շատ զարմանալի ու ես կարծեմ իրավապահների ուշադրությունը պետք է հրավիրել են փաստի վրա, որ հայ հեղափոխական դաշնակցությունը կտրուկ սկսում է անհանգստանալ, որ այս ինչ պետական պաշտոնյան ունի անվտանգություն։ Փորձը ցույց է տալիս, որ այդտեղ ուրեմն ինչ որ մի հետաքրքրվածություն կա, որ այդ պաշտոնյան չունենա անվտանգություն։ Ինչեր է, այստեղից խոսում են էլի, ասում է Արցախը հանձնեցիք, սիրելի ընկերներ ու սիրելի քաղաքացիներ, Արցախը կամ ցանկացած տարածք, վարչական միավոր կարելի է հանձնել միայն այն ժամանակ, երբ որ այդ միավորը, սուվերեն երկիրը իր սահմանադրությամբ գոնե ամրագրած ունի որպես իր տարածք, կամ ճանաչել է որպես Հայաստանի մաս, այնտեղ մարզպետ, վարչական ղեկավարները նշանակում կամ ընտրում, կամ լավ, ենթադրենք, եթե ասում եք, որ անկախությունն ենք հանձնում կամ այդպես ինչ-որ մի բան, գոնե այդ անկախությունն է ճանաչել, բայց ոչ այն եք ճանաչել։ Հիմա ստեղից հարց, երբ որ Սերժ Սարգսյանը դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ ասում էր, հարցինի պատասխան, թե խի դուք չեք ճանաչում Արցախի անկախությունը, ասում էր, մենք դա չենք անում եւ մենք ասում ենք, որ դա փողզիջում է։ Փողզիջում է նաև այն, որ հիմա Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է Լեռնային Ղարաբաղի տարածքում կրկնակի հանրաքվեի։ Նախ մի հարց, ինչ է նշանակում փողզիջում։ Նշանակում է մի բան դու ես զիջում, մի բան ինքն է զիջում։ Այդ ժամանակ ինչ է զիջել Ադրբեջանը։ Ոչինչ, այսինքն զիջում է, լավ։ Իսկ ի՞նչն է զիջում Սերժ Սարգսյանը իր այդ ասածը, որ ասում է մենք չենք ճանաչում Արցախի անկախությունը եւ դա զիջում է։ Մենք ասում ենք, որ պետք է լինի երկրորդ հանրաքվե եւ դա զիջում է։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ասում է մեր զիջումն է նա, որ մենք Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի մաս։ Որովհետեւ եթե չես ճանաչում անկախ, ճանաչում ես Ադրբեջանի մաս։ Այսինքն եւ հետեւաբար ձեր փառապանց ու վսեմաշուկ լոգիկայից ելնելով, եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարը կարա բառերով հանձնի Արցախը, ուրեմն դուք դա արդեն վաղուց արել եք ու մեզ հանձնելու բան չի մնացել։ Ու սա տրամաբանություն է, սա ձեր բերած տրամաբանությունն է։ Դա այն տրամաբանությունն է, որ դուք ասում եք Հայաստանի ղեկավարը հանձնում է կամ հեսա կհանձնի Արցախը, ինչի համար, որ ասում եք կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եթե դուք դա չեք ճանաչել, ուրեմն ժողովուրդ ջան, պետք է ճանաչած լինեք Արցախի անկախությունը։ Կամ լավ անկախությունը չէիք ճանաչում, ասեիք ճանաչում ենք Արցախը, չգիտեմ, ինչի մաս, Բուրկինա Ֆասոյի մաս։ Տենց մի բան պետք է ասեիք, բայց չեք ասել, չեք ճանաչել։ Ամեն ինչը չեք արել։ Ստեղից խոսում են, ասում է, ձեզ ատում են, ձեզ էս են անում, ձեզ են անում։ Լուրջ եք ասում, ուզում եք խոսանք ով ում է ատում, ում են ատում, ում ինչքան են ատում, ում ոնց են ատում։ Խոսանք դրա մասին, ես ընդհանրապես դեմ չեմ։ Խոսանք, որ երեգել է ստեղ քննարկում գնաց նրա մասին, թե պարբերաբար, որ ասվում է, այսքան տարի Արցախը մերն էր։ Հա, ձեր երևակայության մեջ բնականաբար, երբ որ Ադրբեջանի ռազմական բյուջեն մենակ 3 միլիարդի չափով 10 տարում ռազմական գնում էր անում, իսկ 3 միլիարդով մենակ ձեր թիմակիցների Պանամաների ու մնացած օֆշորներն էին, իսկ Հայաստանի զինված ուժերից 100 կամ 200 միլիոնի գնում էր լինում լավագույն դեպքում, այդ էր երևի ձեր պատկերացրած լավագույն տարբերակը առհասարակ։ Ես վստահ եմ, որ ասենք, երբ որ Սաշիկ Սարգսյանը բերում էր 50 միլիոն դրամի
փողեր ինչ որ մուտք անում բյուջե, դուք բոլորը ձեր գունավոր երազներում պատկերացնում եք, որ դա ինքը ուղղակի լավության կարգով էր անում որպես այդպեսին։ Դե մեծահոգի մարդ է, բայց մտներովդ չի անցնում, հենց ձեր պարոն Օհանյան մտքով չի անցնում, որ դա հենց ձեր ղեկավարած բանակից թալանած գումար է։ Ձեր մտքով տենց բան չի անցնում։ Այն օրը ձեր գործընկեր ընդդիմադիր խմբակցության падգամավորն ասում է 5 միլիարդի զենք ենք ունեցել Ադրբեջանն, ասել է, պարոն Չէ, ես չեմ տեսել, դուք եք տեսել, բա հենց այդ է։ Ես չեմ տեսել, դուք եք տեսել, բա հենց այդ եմ ասում, որ չենք տեսել։ Հա, երևի Ռուսաստանում կամ ինչ-որ միտեղ պարադի եք եղել, տեսել եք, պարոն Օհանյան, խնդրում եմ, էլի։ Ըստ էության եմ ելույթ ունենում, պարոն Օհանյան, առավել ըստ էության չի լինում։ Էությունը մենք չենք որոշում, ելույթ ունեցողն է որոշում։ Պարոն Խաչատրյան, խնդրում եմ։ Էությունը այնքան խորն է, պարոն Խաչատրյան։ Պարոն Օհանյան։ Պարոն Խաչատրյան։ Նախազգուշացում Վիգեն Խաչատրյանին եւ Սերյան Օհանյանին, խնդրում եմ գրանցեք դա։ Հաջորդի ֆայլ սանկցիա եմ կիրառել, խնդրում եմ մի տեղից բանավեճի բռնվեք։ Խնդրեմ շարունակեք, պարոն Ալեքսանդր։ Ինչ եմ ասում։ Ասում եմ, որ ձեր բաց բանակը լավագույն դեպքում այն T-72 տանկն է 69 թվից արտադրված։ Պարոն Օհանյան, միջև ապրիլյան պատերազմը Հայաստանի զինված ուժերում 20-30-ականների արտադրության KS-19 հրանոթներ էին։ KS-19 հրանոթներ էին, պարոն Օհանյան։ 60-70-80-ականների զլեր էին տեղափոխում մեր տղերքին, պարոն Օհանյան։ Ես այդ վաղ բանակում էի, պարոն Օհանյան, ու պիտի ասեմ, այո, ձեր ղեկավարած բանակը ինձ մայկա ու տրուսիկ չէր տալիս։ Եթե դա եք ուզում, դա էլ ասեմ։ 16-17 թվին, ես 16 թվին բանակում եմ եղել, 16 թվին եմ զորացրվել, եթե ձեր ասածը այդ է, պարոն Օհանյան, որ բանակը ինձ չէր տալիս այդ բաները, այո, չէր տալիս, հաստատում եմ ձեր ասածը, ապրեք։ Գայնացեք դուրս եկեք, էլի պարոն Օհանյան, չգիտեմ, մի բան արեք, բայց մի շարունակեք։ Ես խնդրում եմ։ Պարոն Նազարյան, նես չի, դուք չեք որոշողը ով է փոքր մարդ։ Դուք չեք որոշողը։ Դա որոշում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ընտրություն անելով։ Նենց չի, որ դալիճում նստած մնացածը տենց ես իմ ովքեր են, էլի իմ գնահատմամբ, բայց ես դրա մասին բարձր չեմ խոսում։ Դուք նոր վիրավորական արտահայտություն արեցիք։ Դուք ճիշտ խոսացող եղեք։ Շնորհակալություն։ Հիշեք ով է, էլի ձերոնցից առանց մայկա տրուսիկ եկել իշխանություն դարել ու ինչի տերա դարել, կարամ ցուցակը ներկայացնեմ, ծակ կոշիկներով եւ հայերեն չիմանալով։ Ես ոնց կգտնեմ կվարեմ, իսկ հիմա լքեք դահլիճը, լքեք դահլիճը, եթե խախտեք կանոնները, այո, ես կորոշեմ դա, կամ հանգստացեք նստեք, կամ անհանգիստ նստեք, լավ, ինձ թվում է դուք չեք գիտակցում, որտեղ եք գտնվում և ով եք դուք, այո, անհարմար է տեղից խոսելը, Ափսոս ոչ բոլորն են այդ կանոնը պահում, պարոն Ալեքսանդրյան, վերջացեք ձեր ելույթը։ Շնորհակալություն, բայց մի 2-3 րոպե ունեի, պարոն Սիմոնյան, խնդրում եմ վերականգնեմ։ Ինչևէ, պարոն Օհանյան, ճիշտ եք, ես այդ ժամանակ փոքր մարդ էի, ընդամենը սերժանտ էի, որպես այդպիսին բանակի, սերժանտ էի ու հրանոթի հրամանատար էի ու հենց իմ հրամանատարությամբ գտնվող հաշվարկում զիլ էր, որը 60-70-ականների արտադրության էր։ Դե 30 հրանոթ էր, որը 70-ականների արտադրության էր, պարոն Օհանյան։ Որ ասում եք սուտասան, ես պատրաստ եմ ամեն ինչը փաստերով ապացուցել, որ փողոցով մի հատ քայլեք 30 տարեկանին մոտ ցանկացած տղամարդ, ձեզ կասի, թե սուտասան նովա։ Ձեզ շատ հստակ կասի, ինքը բանակում առհասարակ 80 եւ ավելի բարձր արտադրության թվի ինչ որ մի բան տեսել է, բացի ակից ելնաշկից, թե չէ։ 2016 թվականին, 2017 թվականներին, ինչ ա եղել։ Դե կգաք կասեք այստեղից ինչ ա եղել բանակում, պարոն Օհանյան։ Ոչ մի բան չի եղել, որտեղ ոչ մեքենա ա եղել, ոչ ավտոպարկ ա եղել, պարոն Օհանյան, ոչ հրետանի ա եղել, պարոն Օհանյան, ոչ ինքնաձիգ ա եղել, պարոն Օհանյան, ոչ մի բան չի եղել։ Ու դուք դա ինձանից լավ գիտեք։ Ու մեզ լսողներն է դա ինձանից լավ գիտեն, որովհետև այդ ամեն ինչի մեջ եղել են։ Ու երբ որ իրանք 60-70-ական թվականների զլերով էին, դուք, պարոն Օհանյան,